Լիճում տեղի ունեցավ միջադեպ, հերթական քաշքշուկը, ծեծկռտուկը, քպական պատգամավորները հարձակվել էին ընդդիմադիրների վրա, ինչից սկսվեց, ինչ էր եղել։ Այսպես ասած միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նասեմացումը քերականացնելու համար, հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց, իսկ առհասարակ ազգային ժողովի նախագահն շարունակում է չհասկանալ ինքը որտեղ է գտնվում եւ շարունակ սադրանքներով նման պահվածքով, իսկ այդ ամեն ինչը բնականաբար մեր կողմից անհանդուրժելի է։ Հերթական անգամ։ Իսկ Վահե Ղալումյանը ինչ դերակատարություն ունի։ Ես ընդհանրապես իր դերակատարությունը չեմ հասկանում, այս խորհրդարանում բացի Նիկոլի Սահակյանի լնելուց, բայց դեռ կպարզենք հասկանանք։ Տեսեք, ընդհանրապես միայն որ նախագիծ եք ցանկանում բերել, առաջացրեց նման վրդովմունք։ Տպավորությունը դա էր, ու առհասարակ իրենց այս պահվածքը, այս շաբաթվա լարվածությունը, այս ուրացման ֆոնին ցեղասպանության 110-րդ տարելիցի նախ օրերին պայմանավորված է դրանով ու նաև այն հասարակական, քաղաքական, հանրային արձագանքը, որ կա ցեղասպանության թեմայով ու իրենց հստակ ուրացման քաղաքականությամբ։ Մենք օրենքի նախագիծը բերել ենք խորհրդարան, որպեսզի ինքը դառնա քննարկման առարկա, իրենք շարունակ ժխտում են եւ բռնել են ուրացման ճանապարհը, բայց կարողանում են տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց խաբել, մոլորեցնել, նույնիսկ մեզ մեղադրել ուրացման մեջ, հետեւաբար առաջիկա 1 ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա քաղաքական ուժի ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն։ Բնականաբար իրենք կողմ չեն քվեարկելու, բայց դա այո պետք է մտնի խորհրդարան եւ քննարկման առարկա դառնա։ Տպավորությունը, որ ընդդիմությունից ամենաշատը հենց դաշնակցությանն են անդրադառնում, իր պատմությունն են հիշեցնում, երիտթուրքերի հետ համագործակցությունն են հիշեցնում, ասում են միշտ իշխանության եք եղել, անկախությունը ձեր 004-ն են հիշեցնում, այսինքն հետ դաշնակցությունը միշտ իրենց վերաբերմունքը եւ հարձակումը դաշնակցության նկատմամբ շատ բնական է, որովհետև գոյություն ունի թուրքական խամաճիկ կառավարություն, ապազգային հայկական շահերից հեռացած մի միավորում եւ այո դաշնակցությունը այս իշխանությունների խորքային գաղափարական հակառակորդն է։ Եվ այո նաև կա այդ գաղափարական բախումը եւ Հայաստանի տեսլականի ապագայի եւ հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության տեսանկյունից հետեւաբար իրենց հարձակումը դաշնակցության եւ առհասարակ ազգային ուժերի ազգային գործիչների նկատմամբ բնական է, որովհետեւ եթե դուք նայեք Ադրբեջանի, Թուրքիայի խոսույթը ու Հայաստանի կառավարության ու ԿՊ-ական մեծամասնության, դրանք շատ նույնն են, որովհետեւ Հայաստանի թշնամիներ եւ սրանք այո ատում են ազգային ուժերին, իսկ դաշնակցությունը իր կենսագրությամբ, պատմությամբ, ազգային գաղափարախոսությամբ այսօր Հայաստանի ամենաընդլայնված ու համահայկական ազգային ուժն է։ Հետեւաբար մեր եւ իրենց բախումը իմիջիալոց ես խորհրդարանում առաջին իմ ելույթն եմ հենց այդ բաժանումը դրել ու դրա վրա կառուցել, որ անձնական չի այդ բախումը, խորը գաղափարական բախում է եւ այո իրենց հայ ժողովրդին առաջարկած գիծը Հայաստանի կործանման ճանապարհն է, որը մեր կողմից անընդունելի է։ Հետևաբար իրենց հարձակումը այլ հաշվի առնելով անձնական ու այս ամեն ինչը ինչ տեղի ունեցել նախորդ տարիներին դրանով է պայմանավորված։ Պարոն Սաղաթելյան, կլինի այն ամենաթեժ պահին տեսանկյունից մեկում երևում է, թե ինչպես է քաղաքավարչության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասում, այ կներեք իհարկե արտահայտությանս համար, այ պոռնիկներ, ո՞նց է թույլ տալիս նման Գիտեք, դրանք տղամարդկային տարական բաներ չունեն, էլի։ Մի օր եթե զրկվեն այս պետական պահպանությունից, ասենք զորքին հրահանգ են տալի դռան հետևը սպասեք, հենց կասենք այդ ժամանակ կմտնեք։ Այնտեղ մարդկանց այո, հանրահարական են տալի դու սրա վրա կգնաս։ Մի օր զրկվելու եք այս պետական պաշտպանությունից։ Ու այն ժամանակ եթե մեջները տղամարդ կա ցանկացած իրավիճակում, ցանկացած որ կարա խոսի ու ասածներին պատասխան տա, կտեսնենք։ Այսինքն ծանոթ եք, չէ, այդ մարդկանց կենսագրությանը, ապրածին։ Հիմա թաքնվել ես համազգեստով մարդկանց հետևը տղամարդ ձևանալ, այդ ճիշտ չի, էլի։ Կառույցների ղեկավարներից կան այստեղ ու զրո արձագանք եւ քննչական կոմիտեի նախագահ եւ հակակոռուպցիոն Դրանք ինչ իրավապահ համակարգ, դա գլխավոր դատախազից, այդ բոլոր ուժային կա, դրանք ինչ իրավապահ համակարգ։ Դրանք ՀՊ-ի պաշտպանությամբ զբաղվող հակա
օրինական, հակասահմանադրական այլևս մարմիններ են։ Այս նույն խորհրդարանում այդ ամբողջը հարձակվել է падգամավորի օգնականների վրա, 1000 հանցագործություններ են արվել, այդ իրավապահ համակարգը մնացել է լուռ։ Հետևաբար նրանք այս պետության շահերի հետ կապ չունեն, դրանք այս հանցավոր խմբակին ծառայող գործիքներ են ու բազմաթիվ անգամ դա ապացուցել են։ Հիմա հաստատի այդ նախագիծ այնուամենայնիվ բերելու եք Արդեն մուտք ենք արել խորհրդարան, իր բոլոր ընթացակարգերով անցնելու է, մենք բնականաբար պայքարելու ենք, բացատրելու ենք, հանրային մեծ իրազեկում ենք իրականացնելու, այո, գալու է մտնի խորհրդարանի օրակարգ։ Ցեղասպանության շղթումը քրեականացված է, ինչով է դա։ Ոչ, մենք կոնկրետ պատիժ ենք առաջարկում, կոնկրետ դեպքերի, միջազգային փորձն է ուսումնասիրված, կան երկրներ, որ նման օրենքներ ունեն եւ տարօրինակ է, որ Հայաստանում դա մինչեւ հիմա չկա։ Իմիջիայլոց ձեզ ասեմ, նման նախաձեռնությամբ մենք տարիներ առաջ եւս հանդես եկել ենք, բայց այն ժամանակ իրավիճակը ամբողջությամբ այլ էր, հիմա բոլորովին այլ։